Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի եթերում, այսօր ես զրուցելու եմ Էդգար Մակարյանի, Արդար հայ նախաձեռնության ներկայացուցիչ եւ քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ։ Մենք արդեն 4 նման եթեր ունեցել ենք քննարկումների։ Այսօր կուզեմ խոսել, պայմանավորվել էինք, որ նախոսենք ինքնության պատերազմի մասին, բայց եթերից առաջ երբ քննարկում ենք, ես առաջարկում եմ այս տերմինը օգտագործենք եւ հիմնավորումը կբերեմ ինչու։ Ինքնության կապիտուլյացիայի մասին խոսենք, որովհետեւ ինքնության պատերազմ կարող է լինել մի դեպքում, երբ կա երկու կողմ, այսինքն չի կարող մի այսպես գեր հնարավորություններ ունեցող, գոնե նյութական հնարավորությունների մասնա կողմը պատերազմի գրեթե գաղափարական շատ հզոր, բայց մարդկային ռեսուրսի, նյութական ռեսուրսի, տեղեկատվական ռեսուրսի առումով զրոյի ձգտող կողմ է, ազգային պահպանողական կողմի մասն, այսինքն հայկական ինքնության։ Այն, որ մենք ունեցել ենք ինքնության ճգնաժամ, դա ակնհայտ է, եւ այդ ինքնության ճգնաժամը ըստ էության բերել է ինչ-որ փուլի ինքնության պատերազմի, եւ մենք այդ պատերազմում պարտվել ենք։ Համաձայն եք թե ոչ, խնդրեմ։ Այստեղ միանգամից 3 հասկացողություն կիրառեցիք՝ ինքնության ճգնաժամ, ինքնության կապիտուլյացիա եւ ինքնության պատերազմ։ Ուրեմն, ինչ վերաբերում է ճգնաժամին, ինչու ենք շատ դեպքերում ասում, որ ինքնության ճգնաժամ է, որտեղ ճգնաժամը ընդհանրապես աշխարհում եւ աշխարհում ճգնաժամը մենք այսպես բնութագրում ենք, որ այն համակարգային եւ կառուցվածքային ճգնաժամ է, որտեղ այս ճգնաժամի մեջ է գտնվում հասարակական կյանքի բոլոր ոլորտները եւ դա ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես մոլորակում, որտեղ կարծում եմ աշխարհը գնում է խորքային փոփոխությունների, տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, աշխարհաքաղաքական, ֆորմացիոն, տեխնոլոգիական եւ այլն, այսինքն ամբողջ մարդկային քաղաքակրթության կարելի ասել մի շրջափուլ է ցիկլը եկել իր ավարտին եւ սկսելու է նոր շրջափուլ եւ այս առումով հասարակական կյանքի բոլոր ոլորտները ճգնաժամի մեջ են եւ այդ ճգնաժամը հենց համարում ենք համակարգային կառուցվածքային, բայց քանի որ այն գեր գլոբալ է եւ ինչպես ասացին քաղաքակրթական ցիկլի ավարտն է իրենից ենթադրում նոր ցիկլի սկզբի համար, մենք այն համարում ենք նաեւ քաղաքակրթական ճգնաժամ, բայց իր խորքի մեջ ասում ենք լավ է քաղաքակրթական ճգնաժամը մեկ բառով ինչպես կարելի ուրիշ բնութագրել, մենք ասում ենք որ ինքնութենական ճգնաժամ է, որովհետեւ քաղաքակրթության այդ ողջ ժառանգությունը, որ հազարամյակների մեջ կուտակվել է եւ ձևորվել է ինքնություններ, սկսած մարդ անհատականության ինքնությունից, ազգային ինքնությունից եւ այլն, այդ ամենն է խորքի մեջ ճգնաժամ, որովհետև էվոլյուցիոն հաջորդ աստիճանի անցնելու համար եկել է այն բան, որ պետք է վերաիմաստավորվի եւ անցյալի այդ ժառանգություն ինքնութենական նույնականացման արժեքների եւ որակի եւ անցում կատարելու դեպքում ինչ նոր ինքնութենական դրսևորում է ունենալու թե անհատականությունը, թե ազգ հավաքականությունը, թե մարդկությունը որպես մեկ ամբողջություն։ Այսինքն այս առումով այն բնութագրում ենք ինքնության ճգնաժամ։ Բայց երբ որ գալիս ասում ենք լավ, ինքնության ճգնաժամի մեջ խորքում ինչ է ընկած, մենք այն ձևակերպում ենք որպես արժեքային ճգնաժամ։ Այսինքն կարող ենք ասել արժեքային ճգնաժամ, արժեքային պատերազմ եւ ինչ որ այնտեղ ձեր կիրառած բանը արժեքային կապիտուլյացիա, այն ինչը տեղի ունենում եւ այսօր Հայաստանում եւ աշխարհով մեկ, որովհետեւ պատերազմ է հայտարարված արժեքների դեմ։ Շատ դեպքերում դա անվանում են նաեւ այսպես իմաստների պատերազմ, բայց մենք շատ դեպքերում ասում ենք այո, իմաստների պատերազմը ճիշտ է, բայց իմաստների խորքում ընկած են արժեքները, որտեղ առանց արժեքի իմաստ չկա։ Հայկական բառ կա, չէ՞, ասում են անիմաստ է։ Ինչ անիմաստ է, այն ինչ իր մեջ չի ենթադրում արժեք։ Եթե արժեք չունեն, արդեն անիմաստ է։ Այսինքն մեզ համար խորքային իմաստով այդ կասենք իմաստների պատերազմ, արժեքների պատերազմ, թե ինքնության պատերազմ կամ ճգնաժամ ձևակերպում ենք այստեղ, որ համատարած գալիս եկել է այն մի ժամանակաշրջան, որ լղոզում են բոլոր արժեքները, այն ինչի վրա կայացել է մարդ անհատականությունը, ազգ հավաքականությունը եւ մարդկությունը որպես արժեքիրների մի ամբողջություն, այսինքն էվոլյուցիոն իր ամբողջ հազարամյակների կտրվածքով։ Ազատ գանք գլոբալ իմաստից գանք մեր իրականություն եւ փորձենք հասկանալ, հա, երբ ֆանից հայ ինքնության դեմ հայտարարվեց պատերազմ, հա, երբ սկսվեց այդ պատերազմը, եւ եթե համաձայն ես, որ այս պահի դրությամբ եղել է կապիտուլյացիա, երբ եղավ այդ պարտությունը, հա, երբ որ տեսեք հիմա մենք երբ ցանկացած ազգային պահպանողական արժեքի մասին խոսում ենք, չէ, այն ինչ որ արմատին է վերաբերվում, այն ինչ որ
վերաբերում է մեր նախնիներին, մեր հավատալիքներին, դա հասել ենք այն մակարդակի, որ դա ծաղրվում է, այսինքն դա համարվում է հետամնացություն, դա համարվում է չզարգացվածություն, դա համարվում է այսպեսի տերմին կա գեղցիություն, հա, այնինչ իրականում մարդը որևէ ինքնություն պիտի ունենա, այսինքն դա պիտի կարող է լինել կամ ազգային ինքնություն, իր հերթին էլ իհարկե ազգային ինքնությունը մի քանի ինքնություններից կարող է բաղկացած լինել, հայերի պարագայում դա իհարկե հայ լինելն է, քրիստոնյա լինելն է, հա, ընտանիքի մոդելը որ կա հայկական հազարամյա, մեր պարագայում մի փոքր ավելի սեղմված է, որովհետև եզների ինքնությունն ու կրոնը նույն բանն է, այսինքն տարանջատված չէ եւ դու չես կարող լինել եզդիական ինքնության կրող, եթե այդ հավատքի հետևորդը չես։ Հիմա խնդրեմ, երբ սկսվեց այդ պատերազմը։ Դա նորանկախ Հայաստանի ընթացքում է թե ավելի վաղ սկսվել էր արդեն։ Երբ որ սկսեց քանդվել արդեն սովետական միությունը, ոմանք պերեստրոյկան են համարում սկիզբ, ոմանք էլ ավելի նեղ մասնագետներ 82 թվականը Անդրոպովի իշխանության գալով այդ սկսեց խորհրդային միությունը իր համար գաղափարախոսություն, հիմնական դոմինանտ գաղափարախոսություն արդեն ընտրել մուլտիկուլտուրալիզմ, այսինքն թույլ տվեց, որ մուլտիկուլտուրալիզմի սերմերը ցանվի խորհրդային միությունում։ Ես ձեր գնահատականը շատ ավելի կոշտ է, ես դրա հետ համաձայն չեմ լինի ինքնության կապիտուլյացիայի, տեսեք, աշխարհում եւ համաշխարհային ճգնաժամի հետ էլ համաձայն չեմ լինի, որովհետեւ երկիր մոլորակում կա ինքնության խնդիր, բայց այն երկիր մոլորակի այն հատվածում, որտեղ դոմինանտ է մուլտիկուլտուրալիզմը, բազմամշակութայնությունը, ճգնաժամն այդ երկրներում է, այսինքն իսլամական մենք այդ երկրներ թվում են։ Մենք մեր մոտ ճգնաժամ է, բայց համաշխարհային ճգնաժամ, համաշխարհային խնդիր կա, բայց համաշխարհային ճգնաժամը այն երկրներում, ովքեր գնացել են արևմտյան սցենարով եւ ընդունել են արևմտյան քաղաքականները, շատ Ազատ, դու ասում ես, որ չես ընդունում այդ կոշտ ձևակերպումը ինքնության կապիտուլյացիա, երևի թե դու ավելի շատ կողմ ես ինքնության պատերազմը։ Այդ պատերազմի համար կողմեր պետք է լինեն։ Այդ եմ ասում, այդ պարագայում ինչ ունենք մենք, այսինքն ինքնության ճգնաժամ ինքնության կրողներն են պետք։ Չէ, տեսեք, կա հակահայկական ինքնության կրողներ։ Այո։ Իրենց թիվը պակաս չի։ Այո։ Իրենք ունեն հեռուստատեսություններ, ունեն մեդիա հարթակներ, այլ ունեն քաղաքական կուսակցություններ, ունեն կրոնական խմբեր, չէ՞, ունեն պետական ապարատում լիուլի ներկայացվածություն։ Հիմա սրան դու ինչ ես դեմ արդեմ դնում, որ համարում ես, որ ինքնության ճգնաժամը եւ ոչ թե պարտություն կամ կապիտուլյացիա։ Ընդ որում ես կապիտուլյացիա ու պարտություն ասելով ամենևին չեմ կարծում, որ հնարավոր չէ ազգային ինքնության ռևանշ, այսինքն լավ բառ օգտագործենք, ազգային ինքնության վերածնունդ, դա մի քանի սերմերից էլ կարող է լինել, խնդրեմ։ Ուրեմն պարոն Մակարյանը ճիշտ նշեց պատմական ցիկլի ավարտն է, բայց այս պատմական այս ժամանակաշրջանը երբ է սկսվել։ Այս պատմական ժամանակաշրջանը երբ գնանք այս պատմական ժամանակաշրջանի ծնման կամ վերածնման որ ձևակերպեցիք, ոնց ձևակերպեցիք ծննդի արմատներ հասնելու ենք 1453 թվական, ոմանք ասում են 1492 իսպանական կայսրության ծնունդով կամ 1497 բրիտանական կայսրության ծնունդով։ Այստեղ ինչն է հիմքը, քաղաքակրթություն ունի մշակութային հենք, իսկ մշակութային հենքը կրոնական հենք է լինում։ Իսկ մենք որպես քրիստոնյաներ չպետք է վախենանք, թե ինչ ռեսուրսներ ունի քրիստոնյա մարդը մարդկային ռեսուրսից չի վախենում։ Քրիստոնյա մարդը փնտրում է քրիստոնեության կրողների։ Չէ, Ազատ, այստեղ քրտուր չհամաձայնում եմ քեզ հետ, այ ես համաձայն եմ քեզ հետ, որ գաղափարական, որպես գաղափարախոսություն, որպես ճշմարտություն քրիստոնեությունը իհարկե հզոր միջոց է, բայց հզոր ճանապարհ է, բայց կներես այդ ճանապարհը որպեսզի հասանելի լինի շատերի համար, քեզ պետք է նյութական միջոց, ասենք պետք է մեդիա, որ մարդիկ լսեն դրա մասին, պետք է մարդիկ, որ խոսեն դրա մասին, չգիտեմ։ Այս հենց հիմա 21-րդ դարում մի վատ տենդենց է ծնվել, քրիստոնեությունը դարձել է թրենդ, այդ ձեր նշած բառ միջոց, քրիստոնեությունը երբեք միջոց չի, քրիստոնեությունը ճշմարտությունն է։ Ուրեմն, էլի հետ պետք է գնանք, էլի,
Այստեղ կռիվը ռացիոնալի, բանականի, ռացիոնալի եւ իրացիոնալի, հավատ իրացիոնալը, բանականի եւ հավատի մեջ է։ Եթե բանականությամբ ես դնում հաշվում, հաղթելու շանս չունես։ Իսկ հավատով հաղթելու շանսը մեծ է։ 20-րդ դարի մի մտածողներից մեկը մի հետաքրքիր միտք է արտահայտել, ասում է, եթե 10 հոգի մի գաղափարի համար պատրաստ են մեռնելու եւ մի գաղափարի համար 20,000 հոգի պատրաստ են քվեարկելու, այն 10-ը հաղթելու են։ Դու լավ ասացիր թվերը, հիմա որպես այդ 10 հոգու մեռնելու գաղափարը հասնի 20,000 հոգու, դրա համար պետք է նյութական միջոց։ Մյուս կողմից ես մի ճշգրտում անեմ, երբ որ ես ասում եմ քրիստոնեությունը միջոց է, դա այն միջոցը չի, որը այսօր տրենդի տեսքով օգտագործում են մարդիկ իրենց նպատակներին հասնելու համար, իմ ընկալմամբ քրիստոնեությունը միջոց է Աստծո արքայություն հասնելու եւ դա ճանապարհ է, այսինքն ճանապարհը միջոց է, այնտեղ վերջնակետին հասնելու է իմաստով։ Իսկ այն թե չէ նոր զրուցում ենք ասի Հանայի գործիչներից մեկ ասացի, մոտ քրիստոնեությունը լավ տրենդ է դարձել։ Դրանից որ իհարկե ես գիտեմ դուք ինչ նկատի ունեք, ես սա շեշտեցի, որ մարդիկ, որ այդպիսի որպես քաղաքական ասենք ճանապարհի համար, որպես տրենդային միջոց, հենց միջոց են իրանք ընտրել, ոչ թե դրան հավատում են, այլ մեր օրերում դա միջոց են իրանք համար ընտրել, որը շատ վատ բան է։ Այս նույնը անում է հավաքական արևմուտքը հիմա։ Իրենք լիբերալ դեմոկրատիայից անցում են կատարում պսևդոքրիստոնեության, կեղծ քրիստոնեության։ Դրա համար շատ վտանգավոր է դրա համար ես նշեցի։ Այսինքն դու չես կարող ապրել ի հակադրություն այդ մարդկանց դու չես կարող ապրել գնչուական բարոնի կյանքով, բայց քեզ համարել քրիստոնյա, այսինքն չես կարող այս աղքատ երկրում 3-400 հազար դոլարանոց մեքենաներով շրջել, 300-400 հազար դոլարով մի քանի մեքենաներով, դու չես կարող պետական պաշտոնյա լինելով Միացյալ Նահանգներում 100 միլիոն դոլարից ավել արժեցող առանձնատուն գնել, դու չես կարող մի քանի տասնյակ հազար դոլար արժեցող հագուստ հագնել, երբ քո հայրենակիցը դեղի գումար չունենալու պատճառով կյանքի մաղան եզրակիցն է կազմել։ Այս իմաստով, այո, ես համաձայն եմ, որ այդ մարդիկ օգտագործում են տրենդը, դու հիշում եք, երևի դու էլ տեսած կլինես, Արգելի Էդգար, այն մի բլոգեր կա, որը մի երևի կիլո կեսնոց ոսկու շղթա գցում վզին, վրան գրած է Հիսուս։ Ասում բայց դա հակասում է դրան, էլի, այդ հարստությունը եւ այն անունը, որ դու կրում ես։ Ուրեմն տեսեք, այդ նորորյա պսևդոքրիստոնեությունը, որ հավաքական տարածքը տարածում է, տարբեր շերտերի համար, ամենացածր շերտի համար, ինքը այդ տիկտոկերների մակարդակով, բլոգերների մակարդակով խորհուրդ է, որ այս է քրիստոնեությունը։ Մի քիչ միջին մակարդակի, միջին ինտելեկտուալների համար լրիվ այլ կերպ է մատուցում, իսկ ավելի բարձրների համար, ավելի խորը, ավելի մանիպուլատիվ միջոցների է դնում, ասում է, այս է քրիստոնեությունը։ Բայց սա դու մարդու կենսակերպից հասկանում ես ինքը քրիստոնեության հետ աղերս ունի թե չունի։ Լավ, տեսեք, հարցս նաև Էդգարին, ինքնություն ասելով մենք նկատի չունենք, չէ՞, քարացած ինչ-որ process, այսինքն բյուրեղացած, վերջնական տեսք ստացած ինչ-որ բան, որովհետև օրինակ Ստյուարտ Հոլը, մշակութային տեսաբան, ասում է ինքնությունը այնքան պարզ բան չի, հա, որ դա միայն անցյալի մասին չի, դա նաև կատարելագործման ապագայի մասին, այսինքն դու պիտի ձգտես այն ինքնության, այսինքն երբ որ մենք ասում ենք, օրինակ դուք ասում եք հայկական ինքնություն, ես կարող եմ ասել եզդիական ինքնություն, դա այն չի, որ մենք կարող ենք ասել ու այդ բոլոր կանոններով այս պահին լինել այդպիսի ինքնություն, մենք պիտի այդ փուլերը անցնենք, այսինքն ինքնությունը զարգացման փուլ ունի, թե հենց զարգացման փուլը արդեն ճգնաժամ է։ Շատ լավ հարց տվեցիք, որովհետև հենց ձեր հարցի հետ կապված մենք ամբողջ մի տեսություն ենք մշակում այդ ինքնության զարգացման փուլերը եւ այդ ինքնության զարգացման փուլերը զուգահեռում ենք մարդու հետ, որովհետև եթե մենք ուզում ենք հասկանանք ինչ է ինքնություն, առաջերտին պրոյեկտում ենք մեզ վրա, մարդ անհատականության վրա, հետո կարողանում ենք համանմանության այդ սկզբունքով նաեւ ավելի մեծ մասշտաբի մեջ պրոյեկտել, ենթադրենք ազգի մեջ։ Հիմա այս առումով ասում ենք, որ ինքնությունը, այո, այսպես միանգամյա ակտ չէ,
եւ միանգամյա տրվածություն չէ, որ այդտեղ վերջանում։ Այսինքն խնամք, ուշադրություն, զարգացում, անընդհատ զարգացման փուլեր եւ այդ փուլերը մենք նաեւ զուգահեռում ենք մարդ անհատականության հետ։ Հիմա եթե փուլերն ասեմ, մենք կարանք պրոյեկտենք մեզ վրա եւ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Մարդ նախ ունի ծնունդ, ինչպես ազգը ունի ծագում։ Դրանից հետո կա, այսպես ասած, զարգացում, կա հասունություն, կա կայացման փուլ, կա կատարելագործման փուլ եւ վերջին հաշվով էացման փուլ։ Այսինքն այս փուլերի մեջ մենք բաժանելով նաեւ պրոյեկտում ենք ազգի վրա, որ ազգն էլ ունի ծագում եւ ծագումը մենք ասում ենք, որ ազգը որպես այդպեսին ծագումնաբանական առումով կրում է իր տարածաշրջանի, այսինքն բնաշխարհի կնիքը։ Եւ եթե մենք անգամ տեսնենք մեր հայկական այսպես ասած հոգեկերտվածքի, մտակեցվածքի, խառնվածքի, բնավորության, այսպես ասած այդ գծերը տեսնենք, մենք ամբողջությամբ կարող ենք հասկանալ, որ այն պրոյեկտված է կարծես թե մեր բնակլիմայական ամբողջ միջավայրի կնիքն է կրում։ Այս առումով, այո, ինքնությունը ունի ծագումնաբանական բնույթ, բայց այն նաև ունի ձևավորման ժամանակաշրջան եւ շատ դեպքերում, եթե ծագումը մենք հենց բնաշխարհի այդ հանգամանքից ելնելով ասում ենք հայրենական ինքնություն, ապա դրա ձևավորման ժամանակաշրջանը, երբ սկսում է ազգը ձևավորել, իսկ ազգը ձևավորման, եթե սա էթնիկական ծագումնաբանություն է, ցեղային տոհմային հիմքի վրա, ապա ազգային զարգացման այս ձևավորման փուլը մենք զուգահեռում ենք արդեն պետությունների ձևավորման հետ, որտեղ առանց պետական միավորումների առաջացման կարան լինեն էթնիկ միավորներ, բայց ազգի կարգավիճակի չեն կարող աճել։ Այսինքն եթե մենք առաջինը այդ հայրենականը տեղափոխում ենք 12000 տարի առաջ, այսպես ծագումնաբանական փուլ, ապա ազգի ձևավորումը առնվազն տեղափոխում ենք մեր թվարկությունից 3-4 հազարամյակ առնվազն։ Այսինքն այն ժամանակաշրջանները, որ ինչ որտեղ զուգահեռվում է Հայկ Նահապետի հետ, հա, որը մեր անվանադիրն է նաև ազգի եւ արիական համակարգի ձևավորման հետ։ Հիմա երբ որ ասում եք ճգնաժամի արդյոք հաջորդ փուլին անցնելը թե չէ, մենք արդեն հաջորդ փուլը, որը ասում ենք ձևավորումից հետո գալիս է հասունությունը, մենք հանգում ենք դա 301 թվականը։ Այն ճգնաժամային իրավիճակը, երբ նորից պետք է տեղ ուներ քաղաքակրթական անցում, այս անգամ հոգևոր հավատամքային հիմքի վրա, տեղի է ունենում այդ տրանսֆորմացիան արդեն հավատքի հիմքի վրա, որպես հասունության մակարդակ։ Ըստ մեզ կարող էր հայոց ազգը իր ինքնութենական որակը նորից հարստացներ, նորից զարգացներ, արդեն ավելի բարձր մակարդակում, եթե կարողանար վերաճել քաղաքական ազգի։ Այսինքն այն ինչ տեղի ունենում մարդկության այդ վերջի 200-300 տարվա ընթացքում, երբ ձևավորում էին ազգային պետությունները եւ ձևավորում էր ազգային քաղաքական գիտակցությունն ու ինքնությունը, դրա հետևանքով նաեւ քաղաքացիական բովանդակությունը, մեր հայ իրականությունը այդպիսի ինքնութենական զարգացման վերաճ չապրեց եւ չի էլ ապրում այսօր։ Բայց դա չի նշանակում, որ այդ խոչընդոտը որտեղ ինքը չի կարողանում անցնել, հաջորդ этап չանցնի։ Իսկ հաջորդ этаպը մենք ասում ենք, որ արդեն, որ արդարության հիմքով ինքնության արդիականացման գերխնդիր կա եւ այս ճգնաժամը որ կա հանրության մեջ ես խնդրում եմ մենք փոքր պարզ խոսենք Հարցը ձևակերպեմ որ պարզ ասեմ ինչ եմ ասում պարզ խոսենք հիմա միջին վիճակագրական հայաստանցին հայը լսում է դա տեսնում է այսինքն այն գլոբալիստական շրջանակների առաջարկը ինքնության առաջարկը ասում դու լավ ես եկեք բանաձևը տամ, հա, մի անգամից լավ էր, որ իհարկե վատ էր, որ մենք այս վիճակում ենք, բայց լավ է, որ այդ բանաձևը տրվեց Թաթա Սիմոնյանը, առաջարկող ինքնություն գլոբալիստների արևմուտքի առաջարկած ինքնությունը սա քեֆ են կանում, հորս արև լավ են կանում։ Էսի հիմա պարզ մարդը տեսնում, ասում ախպեր հիմա լավ է, քեֆ են կանում, հորս արև լավ են կանում։ Այն ինչ դու ասում ես չեմ հասկանում ես։ Ինչ պիտի քեֆ պիտի չանեմ, չգիտեմ հորս արև լավ պիտի չանեմ։ Հիմա այն ինքնությունը, որ դուք ասում եք ազգային ինքնություն։ Ազգային ինքնությունը ինչ է առաջարկում։ Ազգային ինքնությունը ինչպիսին պիտի լինի մարդը, որ ինքը լինի ազգային ինքնության կրող։ Այսինքն եկեք շատ պարզ մարդկային ոչ գիտական լեզվով մատուցենք այդ հատվածը։ Ինչ է պահանջվում մարդուց, որպեսզի ինքը լինի ազգային ինքնության կրող։ Ինքնություն, մենք ինքնություն բառը մենք հայերս որպես ինքնության հոմանիշ ենք դնում հայկականության հետ։ Ինչ է հայկականությունը։ Սրա ձևակերպումը լավագույնս տվել է Միքայել Սրբազանը։ Ցանկացած հայ մարդ, քրիստոնյայի համար մեկ գործ ինչն է,
Փնտրի Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը։ Էդ է։ Այսպես է ձևակերպել Միքայել Սրբազանը ցանկացած հայ մարդ, եթե փնտրի Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, կհասկանա, որ ինքը ոչ թե Հնդկաստանում, Չինաստանում կամ այլ որևէ այլ տեղ, այլ այս հայկական լեռնաշխարհ կոչվող այս աշխարհակրական դիրքում պիտի Աստծո արքայության փոքր մանրակերտը ստանա։ Մեր ինքնությունը հայկականության հիմքը քրիստոնեությունն է։ Այսինքն ավելի բարձ բան է, հարցը տամ դուք պատասխանեք։ Երբ ես խափում եմ հարևանիս, դա հեռանում եմ ինքնությունից։ Իհարկե։ Երբ ես գցում եմ մարդկանց, հեռանում եմ ինքնությունից։ Չէ, հիմա այդ միջին վիճակագրական հայը պետք է գոնե այդ բարձ բաներ այնտեղ բարդ բաներ չկա։ Մի խափիր, մի գողացիր, մի շնացիր, հարևանություն, այս բարձ բաները պետք է պահի, այդքան բան։ Էսա, եթե այս անբարոյականությունն է լինելու, ինչը նախ արեք ձևակերպենք, ինչա հայրենիքը։ Հայրենիքը այն ցանկապատված տարածքն է, որ քո ինքնության ու հարժե համակարգիդ հետ հարիր է։ Այսինքն, եթե դու քո ապրելու իմաստը լավ ապրելն է, բարեկեցիկ ապրելն է, դու պետք է Հայաստանում ապրես, ավելի անվտանգ կարելի է Ամերիկայում ապրես։ Ես ինչի պետք է ապրեմ Հայաստանում, վտանգեմ կյանքս, գնամ բանակ, տանջանք տենամ, ավելի դժվարությամբ փող աշխատեմ։ Եթե այդ հանում են, ավելի մեզ համար ավելի լավ է ապրել Ամերիկայում կամ Եվրոպայում։ Ես համաձայն եմ դրա, հետաքրքիր է, որ այդ միտքը վերջերս քաղաքական առաջնորդներից մեկն էլ ասեց եւ դա շատ կարեւոր միտք է, որի վրա մենք պիտի շեշտադրում անենք, որովհետեւ տեսեք, ես օրինակ հնարավորություն ունեցել եմ, եղել եմ Միացյալ Նահանգներում, եղել եմ Եվրոպայում, հնարավորություն եղել եմ մնալու այնտեղ եւ այնտեղ ունեի ընկերներ, որ առաջարկում էին անձնագիրը ճղի մնա, ասում չեմ ուզում ես մնամ, որովհետեւ իմ ինքնությունը, այսինքն ես հասկանում եմ իմ տեսակը այստեղ չեմ կարող պաշտպանել այս իրականության մեջ։ Ես հայերի մեջ կարողանում եմ իմ տեսակը պաշտպանել, ու հիմա արդեն դժվարացել է վերջին տարիների հանգամանքով պայմանավորված, բայց այնուամենայնիվ էլի ավելի հեշտ է պաշտպանել, քան Միացյալ Նահանգներում, քան Եվրոպայում, որովհետև եթե ես Եվրոպայում ասեմ, որ չնայած Հայաստանում էլ օրենք չի խախտում, բայց այդ ավանդույթները կարող ես պահել։ Եվրոպայում ես երեխայիս ասեմ, որ օրինակ իսլամադավանի հետ չի կարելի ամուսնանալ կամ այլ ազգի հետ չի կարելի ամուսնանալ, որը մեր ինքնության հիմքում է դրված նաև այդ պահանջը, որ ինքնատեսակը պահպանվի, կարող է դիմի ոստիկանությունից կարող է տանել։ Դե հիմա մեր մոտ էլ են գնալու դրան։ Գնում ենք դրան։ Հիմա տեսեք ինչ է, բայց մյուս կողմից մենք հասարակ ասելով չեմ ուզում, մենք էլ ենք հասարակ մարդիկ։ Բոլորս այդ շարքային քաղաքացին, որը իր հոգսերով է ապրում, հա, մենք իրենից ակնկալում ենք բան, որի միջավայրը պետությունը չի ապահովում։ Այսինքն մենք օրինակ Ազատը ասում է քրիստոնեությունը ասում է մի շնացիր, չէ՞։ Իհարկե, լավ բան է, ճիշտ բան է առաջարկում քրիստոնեությունը, բայց երբ որ ամբողջ մթնոլորտը Facebook, հեռուստատեսություն, Instagram, չգիտեմ, TikTok քարոզում է շնություն, ես չգիտեմ այդ մարդը դու իսկ գոյ ես արդեն։ Իծնե ինչպիսի ինքնակառավարում պետք է ունենա, որ գոնե մտքով չգնա շնացման։ Հիմա ոնց անել, որ դու պետություն չես, հիմա մենք քաղաքացիներ ենք, պետություն չենք։ Այսինքն մենք չենք որոշում պետության քաղաքականությունը։ Այս իրականության մեջ ինչպես կարելի է եւ պահպանել ինքնություն եւ վերածնունդ փորձել ստանալ։ Նախ վերադառնամ ձեր նախորդ հարցին, որ ասեցիք, ուրեմն նայեք, ինքնության խորքային ճգնաժամը որտեղ է կայանում, երբ որ դուք ասում եք մեզ պահում են միայն փորով, հացով, հաճույքերով ապրելու տրամաբանության մեջ։ Ինքնության խորքային ճգնաժամը, որը նորից տեսականորեն մենք որպես տեսություն բերում ենք, որ պետք տեղի ունեցել մարդու էվոլյուցիոն գործընթաց եւ այդ ստամոքսով, այսինքն ֆիզիոլոգիական էակը վերաճել է բանական գիտակցական էակի եւ այդ գիտակցական էակը արդեն իր արժեվ, իր կյանքի արժեվ դրել է նպատակային, արժեքային որոշակի, այսպես ասած, արենծիրներ եւ այդ արենծիրներից արժեքային հիմքն է մարդուն մարդ դարձրել։
Հիմա խնդիրն այն է, որ եկել է մի փուլ, որ մարդը էվոլյուցիոն իր գիտակցական վիճակից ել ավելի բարձր վիճակի պետք անցնի հոգևոր մարդու։ Եվ ճգնաժամ հենց այստեղ է, որ հոգևոր մարդու նոր էվոլյուցիոն աստիճանը բերել է մեզ այնպիսի մի խորքային անդունդի է հասցրել, որ մենք կամ այդ թռիչքը պետք է ապահովենք կամ գլորվենք անասնական մակարդակի։ Սա խորքային է, եթե վեկալ եք Հայաստանի իրականությունը, որ դուք նայեք եւ վերջի 5 տարվա մեր խնդիրը, որտեւ 5 տարի առաջ եթե մենք այս թեմաներից խոսենք, մյուս կամ կասեն սրանք խելապակաս են կամ եսի ինչ, որտեւ այդ ժամանակ կյանքի այն այսպես էգզիստենցիալ վտանգներ այնքան խորքային չէին, որ մարդ իր արժեվ խնդիր դրել, ես հոգևոր էակի վերաճում եմ, թե չէ, բայց հիմա կյանքի հանգամանքները բերեցին մեզ կանգնեցին այնպիսի դժոխքի դրան արժեվ, որ մենք Տեր ողորմյան հիշենք, այսինքն մի հատ հասկանանք, բալա մեր միայն ստամոքսով քեֆ ենք անում, որս արև լավ ենք անի, տրամաբանությամբ եթե շարունակենք, մենք գոյություն կունենանք, թե չէ, եթե մենք հասկանում ենք, որ այդպես տրամաբանորեն շարունակելու գոյություն չենք ունենալու, ուրեմն մեր արժեվ հարց է դրվում, Ինչպես այդ բա ինչպես-ը մեզ ստիպելու է հասկանալ, վերլուծել մեր ամբողջ ինքնութենական ժառանգությունը 12000-ամյակի մասին խոսում եւ ասենք, բա անցումն ինչպես ենք ապահովելու։ Եվ այստեղ է որ այդ անցումն ապահովելու համար թռիչք է պետք։ Եվ այստեղ խնդիրը որ դուք ասում եք հասարակ քաղաքացիներ, մինչեւ հասարակ քաղաքացիներին անցնելը պետք է գա այն ինտելեկտուալ ընտրանին այն զանգվածը, որը սահմանի այդ ապագայի տեսլականը։ Ինչ է նշանակում այդ անցումը դեպի հոգեվոր մարդու, դեպի որի նախնական առաջին մակարդակը արդարանկալ մարդն է։ Ինչու եմ ես ասում արդարանկալ մարդ, որտեղ որ արդարությունը բերում ենք աստվածային մակարդակի, այն մարդիկ, ովքեր այդ արժեքիրներն են, նրանք դառնում են այդ ընտրանին, որը տալիս է դրա բանաձևը։ Եվ հետո այդ բանաձևը սկսում է տրանսֆորմացվել ամենացածր մակարդակում, ինչով ձեր ասած սորական քաղաքացուն մատչելու։ Իսկ սորական քաղաքացուն մատչելու պարագային ու ցույց է տալի արդարությամբ ապրելու արդյունքում ինչպիսի համակեցական կյանք կարող է ստեղծել, որտեղ մաքսիմալ ապահովված է արդարությունը, հետևաբար յուրաքանչյուր շարքային քաղաքացու արդար իր բաժին ունենալու իր հայրենիքից, իր պետությունից, իր համակեցությունից։ Ես ինչ եմ հիշում, ես հիշում եմ սրանից գոնե 15-20 տարի առաջվա մեր գյուղերը, այս որտեղ հիմա նկարանում ենք անում, երբ գյուղում որևէ մեկը մահանում էր, գոնե առաջին 40 օրերին բարձր երաժշտությամբ մեքենա չէր լսի, այսինքն կար ինչ-որ բան, ինչ-որ հասկացողություններ կային, հա, անգամ գյուղերում։ Հիմա ես անկեղծ զարմացած եմ։ Գյուղում կարող է այսօր մարդ մահանա, ու մի փողոցենքում կարող է բարձր երաժշտությամբ մեքենա անցնել, կամ կարող է հենց այդ փողոցում էլ անցնել, չգիտեմ, հաջորդ օրը, այսինքն մենք դարձել ենք, կարծեմ նախորդ թողարկմանը խոսում, չէ, անհատների կաղապարված իրենց կրյաների հասարակություն են դառել, այսինքն մտել են մեր կաղապարի մեջ։ Եթե անվտանգ է, տաք է, ամեն մեկի ուտելիքը, խմելիքը ապահովում, ասա թեկած մնացածի վրա, բայց իրականում եթե մնացածը չեն կարողանում լավ ապրել, դու իրականում չես կարող լավ ապրել, այսինքն լավ, երեխան դուրս է գալու հասարակության մեջ, եթե այդ հասարակությունը լավը չի, այդ երեխան զգալու է այդ հասարակության բանը անդրադարձը, այսինքն ինքը ստանալու է դա։ Ինքը, չգիտեմ, Աստված հեռու պայ, կարող է առնչել հոգեմետ թմրադեղերի հետ, խմիչքի հետ, ծխախոտի հետ, հա, վատ վարքերի հետ, այսօր արդեն խաղամոլությունը կա, լայն ու լայն տարածված խաղամոլության հետ, հա, բայց ես էլի ուզում եմ գալ այն հարցին, ինչքանով է հնարավոր այն անցումը, որ դու ասում ես, որովհետև նախ ես այդ անցումը օրինակ ռենեսանս վերածնունդ չէի համարի, ինչու, որովհետև մենք այնքան ենք իջել, որ այդ անցումը ավելի շատ ստաբիլություն, իրավիճակի ստաբիլացում է լինելու, որ ուղղակի չենք իջնելու դրանից ներքև, հետո բարձրացման հնարավորությամբ։ Ես կարծում եմ թռիչքային զարգացում կլինի, եթե մենք այդ ացումն անենք, որտեղ ես ամբողջությամբ պատկերացնում եմ ինչ եմ խոսում արդարության կամ արդարանկալ մարդու մասին եւ այդ հասարակության, այդ մարկանցով ձեռող հասարակության մասին եւ այդ մարկանցով ձեռող ազգային արդարապետության մասին։ Դա համակեցական կարելի, դա ֆորմացիոն փոփոխություն է, ամենաառաջնայինը, ֆորմացիոն փոփոխությունը, դա կառավարման փոփոխություն է, դա մշակույթի փոփոխություն է, այսինքն նոր հազարամյակի քաղաքակրթական անցման բանալի է դա։ Այսինքն դրա համար պետք է ստաբիլություն, ինչ որ ժամանակահատված։ Այսինքն ինչ որ ժամանակահատված որտեղ հասարակությունը էլիտաները առաջին հերթին
պիտի գան այն եզրահանգմանը, որ այսպես ապրել չի կարելի։ Ուրեմն Ու գալիս են, բա ինչպես ապրել կարելի է, այդտեղ գալիս է Էդգար Մակարյանը, ասում է օրինակ կամ Ազատ Ադամյանը, ասում է օրինակ այսպես կարելի է ապրել, վերցնել ճշմարտությունները աստվածային, հենվել դրանց վրա եւ փորձել մեր կյանքը կազմակերպել դրանով։ աստվածային ճշմարտությունները Բայց պրոյեկտել մեր այսօր կյանքի իրականում մենք հասել ենք դրան, գանք նաեւ եթերի ամփոփմանը, որ մեդիա քարոզչությամբ հասել ենք դրան, որ աստվածային ճշմարտությունից խոսալն է խելագարություն կամ մարգինալություն դիտարկում, այսինքն այս ով են սրանք, արա էսիից է խոսում։ Հələ նայեք Իլոն Մասկը, չգիտեմ էսի կամ նայեք փող աշխատեք, փող, այդ է կարևորը։ Դե փողի տրամաբանությունը դրված է մեր կյանքի հիմքում, դա մի հուն է փորված հատուկ մեզ համար, որ այդ հունով ընթանալու դեպքում երբեք չկարողանանք տեսնել, որ կա կյանքի այլ իմաստ, այլ բովանդակություն, այլ արժեքայնություն եւ այդտեղ ապրենք։ Եթե մենք կարողանանք անցում կատարել այդտեղ, այս հունը դադար կմնա ուղակի։ Հետևաբար ամեն ինչ եւ քաղաքականություն, եւ մեդիա, եւ մշակույթ, եւ կրթություն, եւ գիտություն, այսինքն ամբողջ հասարակական կյանքի կազմակերպման բոլոր ոլորտերի մեջ դրված է այդ տրամաբանությունը, որ փող աշխատի։ Դա էլ դրված է, որտեղ աշխարհը կառավարվում է վաշխառողական անաշխատունակ տոկոսի հիմքի վրա, իսկ անաշխատունակ այդ տոկոսի վաշխառողական համակարգը բուծել է այնպիսի համակեցական միջավայր իր գիտությամբ, կրթությամբ, տնտեսությամբ ամեն բնագավառներով կառավարմամբ, որ դու մենակ այդ փողի տրամաբանության մեջ աշխատես եւ իրենց տոկոսային եկամուտները շատացնես։ Բացի տոկոսային եկամուտներից, ես օրս կնոց հետ հենց իրողությունների մասին ենք խոսում, այս կապիտալիստական աշխարհի այս սպառողական հասարակության մասին ենք խոսում, իրականում եկանք այն եզրահանգմանը, որ ստրկությունը չի վերացել, ստրկության փաթեթավորումն է փոխվել։ Եթե այն ժամանակ ստրկատերը մարդուն բռնում տանում աշխատացնում են, մի փոր հաց էր տալի կամ չէր տալիս, փող չէր տալիս։ Հիմա քեզ աշխատացնում են, արևելույթ փող տալիս են, դրա կեսը հարկերի տեսքով վերցնում են, հետո ինչ են անում։ Քեզ ստիպում են որպես սպառողական հասարակության դեպք iPhone առնել, այս առնել, որ հետո չես օգտագործում։ Եվ գաղափար հագուստներ, անընդհատ, նորը, ավելի այս գույնի, ավելի այն գույնի, եւ էլի դու ուտել, համով, շատ համով ուտել, թանկ ռեստորաններում ուտել, գիտես ինչ, Դուբայի շոկոլադ ուտել, որը շատ թանկ արժի։ Ու մենք գալիս ենք դրա, հա, տուն առնել վարկով, գալիս ենք դրա, որ ստրկությունը չի վերացել։ Դա ամերիկյան երազանքներն է փոխվել, այսինքն քեզ էլի աշխատացնում են, փողը ձեռիցդ վերցնում են, ուղղակի դու չես դու փողը այնտեղ չես կարող ուրեմն ձևակերպեցիք այն, ինչ ես ասի, այսինքն բացեցիք այդ վաշխառական տոկոսի տրամաբանությամբ կառուցված աշխարհի այդ ձեր ասած մատչելիությամբ տվեցիք մեր հերոստատիտողներին։ Հիմա հարց Բա ինչպես անենք, որ այդ հունից, կյանքի այդ նպատակից դուրս գանք եւ մեզ համար այլ հուն, այլ նպատակ, այլ առաքելություն գնանք։ Այ երբ որ մենք ասենք, ահա այդ ճանապարհը, որը տրամագծորեն հակասում է սրան եւ հաղթարում է սրան, մենք կվերափոխենք ոչ միայն մեր կյանքը, այլ մոլորակային կյանք, որտեղ ոչ մոլորակն է այդ տրամաբանության մեջ։ Ազատորեն լսենք։ Ուրեմն այդ վաշխառողական ձեր ներկայացրած մակաբուծական այդ ստեղծված համակարգը ճգնաժամի մեջ է, անկախ մեր ստեղծած, մեր ցույց տված ճանապարհից ինքը անկում է ապրելու։ Մեզ պետք է հակվել մեր արմատներից, մեր ինքնությանը։ Մեզ այդ մեծ համաշխարհային բաներ անել պետք չէ։ Մեզ ուղղակի պետք է ապրել մեր գաղափարախոսության, մեր առաքելության։ Ես էլի գալիս եմ սրան Ազատ, հիշում ես մի անգամ խոսել ենք դրա մասին, ես ուղղակի հավելում անեմ, որ երբ մենք ասում ենք մենք պետք է վերադառնանք մեր ազգային արմատներին, դա նրա մասին չի, որ մենք պիտի սկսենք տրեխներ կրել, բեղեր պահել մեծ, իդեպ մեր մոտ էլ պարտադիր բեղ պահելը, եւ հակաքարոզչությունը հենց այդ իմաստով ասում է դուք դեմ եք արևմուտքին, բայց չեք հեռախոս օգտագործում։ Ձեր մի քիչ առաջ ինչ օրինակ վերեցիք գյուղի օրինակով, չկա ապրումակցում, չկա կարեկցանք։ Հիմա որ մենք ասում ենք գնում ենք մեր ինքնությանը, մեր ինքնությունը բխում է քրիստոնեությունից, այսինքն ուրիշի ուրախությամբ ցնծալն է, ուրիշի ցավով ապրելն է։ Հենց դա է, ոչ թե հետ են գնում տրեխների եւ բեղ պահելու, հենց հոգեվորն է դա։ Կիսում ես մեկի ուրախությունը, ասում եթե դու մտածում ես քո հացի մասին, դա արդեն
անձնական հոգս է։ Եթե դու մտածում ես ուրիշի հացի մասին, այդ արդեն հոգևոր հոգս է։ Այս ապրումակցումը մտածել նաև ուրիշի մասին, եսից դուրս կամ մենք, պարզ բան է, լիբերալիզմի կռախը ինչու՞մ է կայանում, անձը, եսը հասարակությունից, մարդը հասարակությունից դուրս մարդ չէ, մարդուն տանում ես, գցում ես անմարդաբնակ կղզի, այն խոսելն էլ պետք չէ։ Դու պետք է ասես, որ դու մենքից դուրս, եթե տենց եսդ սնեցիր, դու դառնալու ես կենդանի։ Դու այսօր արդեն շատ Այսօր դա տենց են դառը, արդեն մարդու համար չկա կարմիր գիծ, չկա երեխա, չկա ընտանիք։ Եթերներից մեկը խոսում եք այդ հեշտ փող աշխատողների մասին, այդ ֆրիլանսերներ, բլոգերներ, ինֆլուենսերներ, չգիտեմ, դրանք մեծագույն ժամանակի մեծագույն շարիկներն են։ Մենք քննարկել ենք դրա, որ իրանց հիմնական ասում մենք փող ենք աշխատում։ Փող ու կարևոր չի ինչ, այսինքն տղայա կնոջ դերատանում, այլանդակ ձևի այլանդակ ձևի պղծումը հայ իմ ընկալմամբ նաև հայաստանցի, եզդի, ասորիչ, ավանդական, հա, մոր, հոր կերպարը, ինքը փչացնում է ընտանեկան հարաբերությունների մասին, պատկերացումները, իրանք այսպես դժոխք են սարքում, ախպերպես փող եմ աշխատում։ Բայց ոնց են այդ ինֆլուենսերներից հա, ես նորմալ բառնել չենք կարող արտահայտենք։ Ուրեմն այդ բլոգերների խնդիրն ինչ է։ Այդ բլոգերներից 10,000-ից մեկն է հաջող, ճակերտավոր հաջող է դառնում, բայց այդ ճանապարհին 10,000-ը փչանում են որպես այդպեսին ձգտումը, բայց մեկին է տրված այդ լավագույն այդ բարիքները վերցնելը։ Այսինքն 10,000-ից, որ 10,000 բլոգեր փորձողից մի օգին է դառնում այդ հաջող։ Այդ կոնկրետ բլոգերության մասին ընդհանրապես ոչ միայն արևմտյան այս լիբերալ քարոզչությունը արտադրում է կամ փորձում է արտադրել 10,000 անբարոյական, որից մեկը կարող է լավ ապրի։ Դուպը լավ ապրի, ուրիշ ոչ մի բան, լավ ապրելու խնդիրը մեկն է լուծելու, այն 10,000 հոգին այդ ճանապարհին փչանալու են գնան։ Ինչը շնորհակալ եմ հարգելի Էդգար եւ Ազատ, հետաքրքիր քննարկում էր, չնայած ես կարծում եմ, այս քննարկմանը պետք է նաեւ ներգրավել այլ մարդկանց, այլ քաղաքագետներ, մտքի մարդկանց։ Կարևորը հոգեվորականներ, այս թեմայի մեջ պետք է ներգրաված լինեն հոգեվորականներ, որովհետեւ ինքը հոգեվոր մշակութային, հենց այդ պատճառով են։ Տեսեք, հիմա այդ մշակութային պատերազմը հիմնական մշակութային պատերազմի դեմ գործող անձինք հիմնական հոգեվորականներն են, այսինքն հակափաստարկները հիմնական իրանք կարող են, եկեղեցին կարող է, հիմա դրա համար են իրանք հիմնական թիրախում մեր օրերում հոգեվորականները եւ եկեղեցին։ Շնորհակալ եմ, պարոնայք, հետաքրքիր քննարկման համար։ Մենք դեռ այս քննարկումը կշարունակենք եւ մենք պետք է անընդհատ խոսենք այս ինքնության պատերազմի մասին, ինքնության ճգնաժամի մասին, նաեւ այն պարտությունները, որ այս պատերազմում մենք արձանագրել ենք, ցավոք սրտի դրանց մասին պետք է խոսենք եւ այո, մենք պետք է հաշտ չլինենք ինքնության տեսանկյունից մեզ պատերազմ հայտարարածներին, այսինքն իրենց նկատմամբ պետք է պայքար տարվի աստվածային թույլատրելի հնարավոր բոլոր միջոցներով։ Շնորհակալ եմ, պարոնայք, հետաքրքիր քննարկման համար։ Ես շեշտեմ մենք քննարկում ենք ինքնության ճգնաժամ, ինքնության պատերազմ թեմաները Արդար հայ նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Մակարյանի եւ քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ ստեղծություն կհանդիպենք։